Ժորժան, Ադրբեջանը հայտնի է բացել է իր սահմանները հայկական բեռների համար եւ հիմա առաջին արդեն բեռը հացահատիկով Ղազախստանից գալիս է Հայաստան։ Սրա մասին հայտնել է թե ադրբեջանական կողմը, թե Հայաստանի կողմը եւ պետք է հետեւյալը ասենք, որ կան տարբեր գնահատականներ։ Մեկը ասում է լավ է որ բացվել է, մյուս շրջանակները ասում են վատ է որ բացվել է, դա ռիսկեր է պարունակում։ Միանշանակ ես կողմնակից եմ, որ պետք չի ընկնել այս կամ այն ծայրահեղությունների մեջ։ Այսինքն մի կողմից քննադատել ասել, որ սա շատ վատ քայլ է, Հայաստանը պետք է փակ պահի իր սահմանները եւ մյուս կողմից ուրեմն պետք չի ընկնել այլ բաների մեջ, ծայրահեղ մոտեցումների մեջ, ասելով, որ գիտեք, այո, շատ լավ է, շատ ընտիր է, հեսա տեսեք թե ինչ բան է լինելու, այսինքն պետք չի վազել առաջ, հա, եւ ժամանակից առաջ ընկնել եւ այսպես ասենք շատ ոգևորվել կամ հակառակը միանգամից բացասական դիտարկել այս ամենը։ Ես կողմ եմ ռացիոնալ մոտեցումի, այսինքն Հայաստանը բնական է չի կարող միշտ լինել բլոկադայի մեջ եւ դա շատ բնական է եւ մենք պետք է հետեւյալը ասենք, որ այո, Հայաստանը պետք է ապրի խաղաղ տարածաշրջանում, Հայաստանը պետք է ձգտի խաղաղության, Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ սահմանները բացվի, բոլոր սահմանները եւ Հայաստանը զարգանա, այսինքն լինի կոմունիկացիաների ապաշրջափակում։ Բայց պետք է հասկանանք նաեւ այն իրական մտադրությունների մասին, որոնք ունեն մեր հարևանները։ Այո, այս քայլով մենք ստանում ենք որոշակի տնտեսական բնականաբար առավելություններ, որովհետեւ տեսեք, օրինակ հացահատիկը մինչեւ այս պահը գալիս էր Ռուսաստանից, գալիս էր իդեպ Ռուսաստանից բավականին հարմար գներով, որովհետև Ռուսաստանը մեզ մատակարարում էր հացահատիկ միջազգային գներից ցածր։ Եվ իհարկե մենք պետք է պահենք այդ հնարավորությունը, այսինքն մենք պետք է մի բան հասկանանք։ Մենք հիմա սևեռել ենք մեր ուշադրությունը որպես հանրություն եւ որոշ շրջանակներ վերլուծական, հասարակական, քաղաքական, ասելով որ ինչու ենք մենք բացում Ադրբեջանի հետ սահմանը եւ ինչու Ադրբեջանը բացում է հայկական բեռների համար սահմանը, չէ որ դա ստեղծելու է մեր համար կախվածություն Ադրբեջանից, բայց մենք պետք է մի բան հիշենք, որ Հայաստանը մինչև հիմա Լարսից օգտվում է, չէ՞, եւ Ռուսաստանից օրինակ հացահատիկը գալիս է Վրաստանով դեպի Հայաստան։ Մենք այդ սահմանը շարունակում ենք բաց պահել, Ժորժ ջան, բայց իհարկե մենք պետք է ձգտենք նրան, որ մեր բոլոր սահմանները բաց լինեն, այսինքն այնպես չէ, որ մենք հիմա ասելու ենք հետեւյալը, որ պետք է փակել Լարսը եւ օգտվել միայն Ադրբեջանով, հա, ադրբեջանական տարածքից։ Բնականաբար ոչ։ Մենք պետք է հիմնական այստեղ գաղափարը որն է, հիմնականում պահենք այն, ինչ արդեն այսքան տարիներ մենք ունեցել ենք, այսինքն Ռուսաստանի հետ տնտեսական կապերը, նույն հացահատիկը, որ գալիս է Ռուսաստանից բավականին լավ գներով եւ խնդրեմ, եթե խաղաղություն է հաստատվում, եթե մեր հարևանները իսկապես տրամադրված են խաղաղություն հաստատելու, ապա ինչու ոչ, մենք պետք է նաեւ համագործակցենք մեր հարևանների հետ եւ սա շատ բնական է։ Հավերժ պատերազմները լինել չեն կարող։ Եվ ի վերջո շատ երկրներ, շատ ժողովուրդներ, շատ ազգեր, որոնք տարիներով, դարերով պատերազմել են, վերջում եկել են խաղաղության։ Եկեք, իհարկե գնանք այդ ճանապարհով, այսինքն այն ճանապարհը, որ բոլոր կոմունիկացիաները տարածաշրջանում ապաշրջափակվեն, բայց նրանք այն շրջանակները այստեղ ես շատ դեմ եմ եւ պետք է դա ասեմ, այն շրջանակները, որոնք ասում են, որ այո, հիմա արդեն մենք ունենք Ադրբեջանով տարածք, եկեք ստանանք միայն ղազախական կամ չգիտեմ որևէ այլ երկրից հացահատիկ եւ չգիտեմ ինչեր, եկեք հրաժարվենք Ռուսաստանի հետ համագործակցությունից, Ռուսաստանի հացահատիկից եւ այլն, դա իհարկե աբսուրդ է, որտեղ ինչ ենք մենք ուզում, մենք ուզում ենք Ռուսաստանի հետ չհամագործակցենք, ընկնենք լրիվ կախվածության մեջ Ադրբեջանից, Թուրքիայից հետո, սա իհարկե աբսուրդ է։ Այսինքն պետք չի ընկնել, նորից եմ ասում, ծայրահեղությունների մեջ։ Ես դրական եմ ընկալում այս քայլը, դրական այն առումով, որ այո, բոլոր կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն եւ միանշանակ մեր երաշխիքը, այսինքն անվտանգության բարձիկը կայանում է նրանում, որ մենք շարունակենք Ռուսաստանի հետ սերտորեն մեր հարաբերությունները կառուցել եւ ամենակարևորը հասկանանք մի բան, որ եթե մենք ունենք մի բան, ինչից օգտվում ենք, պետք չի դրանից հրաժարվել, դա փշրել, քանդել եւ ասել եկեք գնանք հիմա սա ստեղծենք, ոչ, եկեք պահենք, պահպանենք եւ դրա հետ հավելյալ արդեն հնարավորություններ ստեղծենք։ Այս սա ես համարում եմ շատ դրական եւ շատ ճիշտ։ Դրա համար հետևանքները իհարկե եւ բոլոր մնացած process-ները մենք կտեսնենք, դեպի ուր ամեն ինչ գնում, որտեղ շատ բաներ դեռևս པարզ չի, խոսքը գնում է միայն ղազախական այս
բեռի մասին, թե արդեն ազատ մենք երբ ուզենք, ինչ ուզենք բերելու ենք Ադրբեջանի տարածքով եւ հետո ինչ ոչ տանելու ենք Ադրբեջանի տարածքով, եւ իրենք է օգտվելու են մեր տարածքից, տանել բերելով իրենց բեռները։ Եթե գնում ենք դրան եւ ժամանակը ցույց է տալիս, որ այո, խաղաղությունը հաստատված է, ես չեմ կարծում, որ որևէ բանականություն ունեցող մարդ կարող է դրան դեմ լինել, որ Հայաստանը ապրի խաղաղության մեջ, որ Հայաստանը ունենա առևտրային հարաբերություններ եւ պիտանի անհրաժեշտ ռացիոնալ հարաբերություններ Հայաստանի համար բոլոր իր հարևանների հետ եւ որևէ մեկը չեմ կարծում, որ դրան կարող է դեմ լինել։ Եկեք հետևենք, եկեք չընկնենք ծայրահեղությունների մեջ, եկեք պահենք, պահպանենք այն ինչ ունենք եւ ստեղծենք նոր հնարավորություններ։ Խնդրում եմ, տարածեք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմեջին եւ ամենակարևորը մեկնաբանություններում գրեք դուք ինչ եք մտածում այս ամենի մասին։